նիստը արտարան բացվեց Հայաստանի Հանրապետության հաշվետվություն դատարան կանոնված դատական նիստում շարունակում թիվ ՀԿՏ 0019-0125 իրական գործի քննությունը դատական նիստի կարգում զեկուցել կողմերի դատարանների կանոններ բացակայ անձանց Պաշտպան դատարան դատական նիստին ներկայացել են Արեն Գորիկ Հովակիմյանը, պաշտպաններ Կարեն Մեշտումյանը, Գագիկ Ասատրյանը, Արմեն Թավրեզյանը, Մարիամ Աղաբեկյանը, Ահոբ Ելուքյանը, Միրան Պողոսյանը, Մեղադրյալներ Սեյրան Նորանյանը, Ահոբ Պարտիրոսյանը, Արեն Գևորգյանը, Նորայր Կարապետյանը, Իգոր Արշակյանը, պատվարժան դատարան հայտնել, որ դատական նիստին չեն ներկայացել պաշտպաններ Գագիկ Խաչկյանը, Կարեն Թորոսյանը, Սասուն Ռաֆայելյանը, Մեղադրյալներ Մորո Վարդանյանը եւ Գրիգորի Խաչատուրովը, ինչպես նաև Ժողովի ազգ ներկայացուցիչ Շարմին Աղավարյանը հայտնել, որ պաշտպան Գագիկ Խաչկյանը բջջային առողջության ընթացքում հայտնել է, որ աշխատանքային կանոնադրության պատճառաբանությամբ չի կարող ներկայացնել դատական նիստին, ինչպես նաև խնդրել դատական նիստը հետաձգել։ Իսկ դժողի դժողի ազգ ներկայացուցիչի չներկայանում պաշտպանների մասին դատարանի վերլուծություններ չեն եղել։ Արգելի կողմեր հայտնեմ, որ նիստի ներկա է նաև լրատվամիջոցի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյան, Ղուկասյան։ Դուք տեսանկարանում միայն լավ, կողմեր ինչ դիրքորոշում են առարկություններն է մեղադրյալները առարկում եք լավ, ղեկավարվելով հոգեբանական դատավարությունը 267 դատան որոշեց արգելել դատական նիստի տեսանկարահանը և ձայնագրում, այսինքն ձայնագրում կարող եք իրականացնել, բայց ոչ տեսանկարահանը, քանի որ մեղադրյալներից տեսանկարահանը մեծազոր անջատածը չէ ձեզ։ Հենայք ձայնագրությունը։ Լավ։ Կողմերը ինչ դիրքորոշումն են դատական նիստի հետագա ընթացքի կապված մեղադրյալներից Մանուկ Վարդանաշուտով կմոտենա, ճիշտ ասած ես կցանկանայի ինքս տեղեկություն ստանալ դատարանից, արդյոք դատարանի մոտ եք գտնվում մյուս մեղադրյալ Գրիգորի Խաչատուրովը կամ այդպես պաշտպանության կողմի մասին տեղեկություն կայնի, որովհետև ես ունեմ տեղեկություն, որոշակի եթե այդպիսի չհայտնեմ, ես կներկայացնեմ ունեցած տեղեկությունը եւ այս հանգամանքներից ելնելով կարող եմ ես վերջնական դիրքորոշում հայտնել, ասել դատական նիստը կարող է շարունակվել թե ոչ։ Իհարկե, ես վերաբերում եմ դժողի ազգ ներկայացուցին, ապա գտնում եմ նրա բացակայությունը, որևէ կերպ խոչընդոտ չէ, որ այսօր նիստը կայանա մեղադրյալների ներկայացնի։ Լավ, կողմերն այդ կապակցությամբ հայտնեն, որ այսօր դատանը ստացել է միջնորդություն գործում մեղադրյալ Գրիգորի Խաչատուրովից, որով վերջինս միջնորդում է նկատմամբ քրեական հետապնդումը դատարեցնել վաղամության ժամկետն անցնելու կապակցությամբ։ Պարոն Պողոսյան, բան եք այս կապակցությամբ ասել։ Ինչ ներկայացված է դիմումում, ես էլ լրացիչ դիմում ներկայացրել, պատճառները ներկայացված են, իսկ ինչի չի ներկայացել։ այս պահին Հայաստանի Հանրապետությունը չի գտնում այս պրոցեսը ըստ էության իր արդարացման համար է իրականացվում, այսինքն ցանկացած ժամանակ 24 թվականի փետրվարից հետո նման կամ արտահայտության հայտարարելու դեպքում այս պրոցեսը իր մասով ավարտված կլիներ, այս պահին ծառայողությունից ուսումնառության կապված խնդիրներ կա, ինչի պատճառով այս պրոցեսը համակարգված, իսկ պատճառով ստիպված
Այսինքն միջնորդությունը քննարկենք։ Այո, Լավ, եկեք սենց անենք, միջնորդությունը քննարկենք, որից հետո արդեն որոշենք դատական նիստի հետագա ընթացքի հարցը։ Արդեն ներկայացնում։ Պատանջանդական միջնորդությունը ներկայացվել է, վերջինս դիրքորոշումը հայտնել է օրումով, որը առնչություն չունի նկարագրված։ Ներողություն անեմ եղադրել փոխեք։ Չէ, այն ուզվելով չենք ուղղել։ Քննարկելու կարծում եմ բանը չկա, հայտնել է որ որևէ անցած չի կատարել, որովհետև նորացին չունի ներառական նկարագրված դեպքերի հետ, սակայն գտնվելով ուսումնառության մեջ չի կարող մասնակցել դատական նիստերին, այսինքն այս պրոցեսը ավելի ստորադաս է դառնում, որտեղ իր իրավունքների ապահովման համար այս պրոցեսը անվավության ժամկետը լրոնալուց հետո եւ հայտնել է որ մեր հետ քննարկելուց հետո չի առարկում որպեսզի քրեական հետագա դադարեցվի վարչության ժամկետն անցած լինելու հիմքով, որում նաեւ քննարկել ու բարձրացնել ենք ոչ ռեգլամենտացիոն հիմքով քրեական հետագայում դադարեցման հետևանքների մասին, ինչի մասին ներկայացված է քրեական հետագայում։ Ամենը պատվոշան դատարան, միանգամից նշեմ, որ ծույն միջնորդությունը ըստ էության բավարարելուց հետո ուզում ենք նաև վերացնել Իգոր Խաչատրյանի նկատմամբ դրված կապանամիջոցը։ Գրան։ Արգելի, ներողություն, ծանոթացեք։ Այո, ինձ ծանոթացած, չկա ուրիշ արտահայտումներ, երկրորդ ներկայացնում։ Պատվաճան մինչև միջնորդությանը անդրադառնալը ես կցանկանայի կատարել մի քանի արձանագրումներ։ Առաջինը, այն, որ այսօր մեղադրյալ Գրիգորի Խաչատուրովը պատշաճ տեղեկացված լինելով այսօր նշանակված դատական նիստին չի ներկայացել դատական նիստին։ Երկրորդը, ինչպես տեղեկացվեց պաշտպանության կողմից, Գրիգորի Խաչատուրովը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից։ Իհաբար հավելում են այդ տեղեկության, նշեմ, որ այդպիսի տեղեկություն ես նույնպես ունեմ եւ իմ ունեցած տեղեկությունների համաձայն Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ մեկ այլ իրական բարույթի շրջանակներում կայացվել է որոշում, որպես մեղադրյալ ներգրավելու մասին, միջոցներ են ձեռնարկվել նրան հայտնաբերելու ուղղությամբ, սակայն կատարված ստուգումների արդյունքում իրոք պարզվել է, որ Գրիգորի Խաչատուրովը, եթե հիշողություններ չի դավաճանում, ըստ ինձ տրամադրված տեղեկությունների, ծույն թվականի հոկտեմբերի սկզբին մեկնել է Հայաստանի Հանրապետությունից եւ այլևս չի վերադարձել։ Երկրորդ արձանագրում։ Հարկ է համարում նշել, որ իմ գնահատմամբ Գրիգորի Խաչատուրովի կողմից ցուցաբերվել է ոչ պատշաճ վարքագիծ, իմ գնահատմամբ առնված է առերևույթ նրա կողմից թույլ է տրվել խափանմիջոց ընտրված խափանմիջոցի պայմանների խախտում եւ այս հանգամանքներով հանդերձ ինչ որոշում են որ կայացվի հետագայում ներկայացված միջնորդության կապակցությամբ ես գտնում եմ դեռևս ժամանակ ունենամ եւ առիթ կա անդրադառնալու նրա նկատմամբ նախկինում ընտրված խափանմիջոցին գրավի որպես գրավնուցված գումարի համապատասխան դատական կարգով սա ուղղակի արձանագրումներ ինչ վերաբերում է կոնկրետ բողոքի ներողություն միջնորդությանը ապա պատվաճան դատարան դուք բոլորը ականատես եղաք որ ես միջնորդությունը ստացել միայն այս պահին ասել թե միջնորդության բովանդակությունը այնքան մեծ է որ չկարողացա ծանոթանալ իհարկե ճիշտ չի լինի եւ տեղին չի լինի բայց այնուամենայնիվ հարցեր են բարձրացվում որոնց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու եւ որոնց վերաբերյալ հիմնավոր որոշում կայացնելու համար անհրաժեշտ է հետազոտել եւ ստուգել մի շարք փաստական հանգամանքներ։ Կոնկրետ ինքս դեռևս կարիք ունեմ համադրելու վարչության ժամկետները, արդյոք իրոք դրան անցել են։ Երկրորդը, արդյոք ստուգել համապատասխան միջոցներով, համապատասխան գործիքակազմով այս ժամանակահատվածում կամ մինչ առերևույթ ժամկետի լրանալը
տեղի չեն ունեցել այնպիսի երևույթներ, որոնք ինչ-ինչ հանգամանքներով ընդհատել են բաղանության ժամկետը եւ հետեւաբար պատվաստան դատարան այս հիմնավորումներով ես խնդրում եմ միջնորդության քննարկումը հետաձգել, հնարավորություն ընձեռնել ինձ վերահանել, նորից ստուգել եւ ներկայացնական դիրքորոշում հայտնել մյուս դատական նիստին։ Այսպես պատասխան։ Դիտակ բախտ։ Եթե դատարանը հարցեր չունի, իշխանական առաջ չունի։ Հարցեր ուսումնասիրել հետ կապված ըստ երևի միջնորդումը հետաձգել։ Այո, պատվաստան դատարան, ես կարծում եմ, որ սու միջնորդությունը հետաձգելու որևէ հիմք չկա, դրա պատճառաբանությունը։ Նախ այն հաստերը, այդ հանգամանքները, որոնք պարունակում են ուզում ստուգել, պետք է ստուգի դատարանը։ Դա պետք է ստուգվի ընդամենը մեկ հասարակ կերպով։ Պետք է դատարանը ընդմիջի, բարձրանա իր աշխատասենյակ համակարգչով մուտք գործի իրեն հասանելի տվյալների դատվածության հետ կապված, տեսնի այս ընթացքում Գրիգորի Խաչատրյանի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ եղել է թե չէ, որը հիմք կհանդիսանա, որպեսզի համարենք, որ ինչ-որ միտեղ ընդհատել է այս վարչության ժամկետի ընթացքը։ Այլ հանցանք կատարել է ըստ էության բովանդակային առումով դատավճիռի օրինական ուժի մեջ մտած դատավճիռի առկայությունը ենթադրում, այլապես հանձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը այդ թվում հանցանք կատարելը հաստատված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռով։ Այստեղ քանի որ հետաձգելու ոչ մի բան չկա։ Ինչ վերաբերում է պարոն Հովհաննիսյանի կողմից նշած հանգամանքներին, որ Գրիգորի Խաչատրյանը ոչ փաչեկ վարկածից է դրսևորել, նշել, որ այդ պնդումները հիմնավոր չեն հետևյալ պատճառաբանությամբ։ Մենք ունենք արդեն հաստատված պրակտիկա, այդ թվում պրակտիկան սկսել է իրականացվել սույն դատարանից, Հայաստանի Հանրության հատակորruption դատարանի ըստ էության նոր իրավական պրակտիկա է բացել, իմ կարծիքով պատշաճ եւ շատ տեղին քրեական դատավարության մեջ հետեւյալ կերպ։ Երբ որ վաղնության քրեական պատասխանատվության ենթարկելու վաղնության ժամկետներն անցած լինելու իրավիճակ է արկա լինում եւ մեղադրյալը տվյալ չի ներկայանում դատական վարույթերին, դատարաններն արձանագրում են նրա նշված վարույթով հետաքրքրված չլինելու մասին եւ միանգամից որոշում են կայացնում վաղնության ժամկետն անցնելուքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Այդ մասին նաեւ բազմիցս արձանագրումներ են կատարել, երբ որ ընթացած միջնորդություններ են լինում խափան միջոցով փոխելու հետ կապված եւ դատարաններն արձանագրում էին, որ այստեղ հանրային շահ այլևս արկա չէ եւ սույն վարույթ իրականացվում է մեղադրյալի հնարավոր անմեղությունը հաստատելու համար եւ քանի որ պատիժ չի կարող նշանակվել, ըստ էության քրեական իրավական հետևանքներ չեն կարող առաջ գալ եւ այս վարույթը ինչպես պարոն Պողոսյանը քիչ առաջ արձանագրեց միայն Գրիգորի Խաչատրյանի, այսպես ասենք, անմեղության իրավունքի հաստատման համար է։ Հետևաբար այդ իրավունքից ըստ էության չօգտվելը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել ոչ պատշաճ վարքագծի համատեքստում։ Ընդ որում ես դատարանին հիշեցնեմ, որ երբևէ Գրիգորի Խաչատրյանը դատական նիստերի չի բացակայել, բացառությամբ այս դեպքի, սա այդ պայմանավորվածային հանգամանքով, որ ստիպված է այս քայլին գնալ, քանի որ չի կարող ուսումնառությունը թողնել, այսինքն իր համար ավելի գերակա է ուսումնառությունը շարունակելը, քան սույն վարույթը շարունակելը։ Հետևաբար, թե պարոն Հովհաննիսյանը ոնց կգնահատի այդ գրավի հետ կապված հարցը, ոնց ինչ գործողություններ կանի, դա post factum հանգամանքներ են եւ դրանց համար որևէ ժամանակ ու որևէ ճշտման խնդիրները սույն վարույթին վերաբերելու չեն։ Դա որպես մեղադրողի դիրքորոշումն է, եթե ինչ-որ տեղ դատարանի որոշման հետ համաձայն չի լինի, ազատների գործողություններում։ Հետևաբար կարծում եմ, որ այստեղ ոչ մի ճշտելու բան չկա, միակ ճշտելու բանն այն է, որ պետք է ստուգվի 2009 թվականից մինչ օրս Գրիգորի Խաչատրյանի նկատմամբ կայացվել է արդյոք դատավճիռ, որը մտել է օրինական ուժի մեջ, թե ոչ, եւ այս հարցին լուծում տվի պատվաստան դատարան, խնդրում եմ անհատի չհետաձգեն սույն վարույթը եւ պարոն Հովհաննիսյանը ըստ էության արհեստականորեն է ուզում հետաձգել այս վարույթը, հետագայում կարծում եմ նաեւ
այս վարույթի, այսպես ասեմ, վարույթի Գրիգորի Խաչատուրի չներկայանալը փորձել է օգտագործել նաև որպես ոչ պատշաճ վարքագծի արձանագրում վերև չտանք այդ հնարավորությունը բաղդավակի որտեղ ապօրինի կլինի այդ հնարավորությունը տալը այս բանը։ Կարելի է կարճ։ Պատվարժան դատարան, եթե մենք այսօրվա դատական նիստը հետաձգենք, մենք կրկին անգամ կարձանագրենք, որ այն ինչը որ ասում ենք 2023 թվականի մայիսի 1-ին, որ խտրական վերաբերմունքով, ողջունական վերաբերմունքով Գրիգորի Խաչատուրի նկատմամբ կիրավ։ Այդ ոնց ստացվեց պատվարժան դատարան, որ 2023 թվականին, 24 թվականի դեկտեմբերի 1-ին, երբ որ Գրիգորի Խաչատուրի խափան միջոցներում են քննարկվում, ցույց տան առարկայազուրկ ներվել է նոր վեր ստուդենտները։ Պարոն Հովակիմյանը վերաքննիչ դատարանում ձեր վարույթում գտնվող քրեական գործի քննության ժամանակ միանշանակորեն պնդում էր, որ այո, պատմության ժամկետը լրանում է 2024 թվականի փետրվարին, մենք միգուցե հասցնենք այս գործով վկաների քննություններ անենք, բայց հիմա ինչ-որ նոր լրացուցիչ ժամկետներ հաշվարկելու, չգիտեմ, վերանելու եւ այլն։ Այսինքն առարկայազուրկ է այս ամեն ինչը։ Մենք 3 տարի այս 23 թվականի մայիսից ձեր վարույթում ենք գտնվել, մի քանի անգամ ես հուսով եմ գումարման և հանման նոր մեխանիզմներ գլխավոր դատախազությունը չեն հորինվել էլի նոր աղյուսակ գումարման կամ բազմապատման չի գումարով, որովհետև վստակ է այդ հարցը, այսինքն վերանալու որովհետև գործողություն չկա։ Բացի այդ պատվարժան դատարան, մենք այս քրեական վարույթում գտնվող քրեական գործով երկու այսպես ասած նմանատիպ միջնորդության քննության հաջողված փորձ ենք ունեցել, մենք բոլորս ներկա ենք եղել գործողություններին, երբ որ անձինք եկել են դիմել են, խնդրել են բավականության ժամկետը կիրառել, ընդ որում մյուսը հիվանդանոցում է, եթե չեմ սխալվում, ինքն չէր ներկայացել, դիմումով է ներկայացել, պաշտպանը ներկայացել, բավականության ժամկետը կիրառվի, տեղում ստուգել ենք տեսել ենք դատվարության տեղեկանքում օրինական ուժի մեջ դատավորի կա, մինչև 24 թվականը, այդ համապատասխանաբար վարչության ժամկետը դրանով չի եղել, դատարանը արձանագրել է իր որոշումը, որ վարչության ժամկետը անցած մտորի հիմքով պետք է քրեական հետապնդում դադարեցվի։ Եթե մենք թույլ տանք ձեր ձեռքով, դատարանի ձեռքով, դատախազությունը իր ծածուկ, բացահայտ, այլ նպատակների հասնել, այսինքն գործողություններ իրականացնի, որոնք որ չափել եւ անդրադառնում Գրիգորի Խաչատուրի վրա, մենք կրկին անգամ արձանագրել ենք վերջինիս նկատմամբ խտրական վերաբերմունքը, որ Հայաստանի Հանրապետությունը թույլ է տալիս նկատմամբ 2023 թվականից, այսինքն որ մենք որևէ խնդիր չունենք մի գործողություն պարզելու համար, արդյոք մինչև 2024 թվականի փետրվարի 16-ը Գրիգորի Խաչատուրի նկատմամբ արկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։ Մի փուլը հաղթահարել ենք եւ 23 թվականի փետրվարի քրեական գործողությունները մեղադրանք են ներկայացվել, այդ ժամանակվա համար քրեական գործում արկա է դատության տեղեկանքը, ակնհայտ է, որ պահի դրությամբ չի եղել օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։ Երկրորդ հարցն է գալիս 23 թվականի փետրվարի մեղադրանք առաջադրելուց մինչև 24 թվականի փետրվարի 16-ը արկա է արդյոք օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով որ Գրիգորի Խաչատուրի վարչության ներկայացված վարչության ժամկետը ընդհատվել է։ Մենք գիտենք, որ այդպիսի չկա, համոզված ենք դատարաններ գիտի, որ այդպիսի չկա, բայց օրենքի պահանջում չենք կարողանում, որպեսզի դատարանը ստուգողական գործողությունը իրականացնի, գիտենք, որ այս պահին ականատես են եղել այս վարույթի շրջանակներում երկու այլ անձի նկատմամբ 2 րոպեի ճշտելու հարց է դարձել։ Ճշտելի այս միջնորդությունը բավարարվի, էլի եք պնդում մենք անները կներեք չեն հիշում, երկու անձի նման դիպ դատախը բավարարել է առանց մեղադրողի Աշոտ Մուսյան, Վահրամ Հովհաննիսյան։ Այո, ընդ որում Աշոտ Մուսյանն էր, եթե չեմ սխալվում, չէր ներկայացել դատական նիստին, որովհետև այդ ժամանակ պրոբլեմներ ունեն, անձնական պրոբլեմներ, այդ պատճառով չի ներկայացել։ Այս վարույթը մահացել է։ Այս վարույթը պատվարժան դատարան, Գրիգորի Խաչատուրի համար իր արդարացման համար
հանգամանքներից ելնելով պայքարը ստորադասում է իր հիմքվա անձնական և գործնական իրավիճակի չի առարկել, որպեսզի լավացան ժամկետների անցասումների դատարկեցվի։ Լավ, ես մի բան ասեմ, նկատի ունենալով, որ այսօր գրասենյակից, պաշտպաններից գրասենյակի միջոցով ստացել է այդ իմը, դատան արդեն իսկ մարգարեն կատվական կայքի միջոցով ստուգել է դատվածան տեղեկանքները, նաև ստացել ենք թիվ ձև 9 և ձև 8-ը, ուրեմն հարկա է միայն մեկ հետական գործ հարուցված, որը ոչ հարուցվել է ստեպի 25 թվական։ Եվ որի համաձայն այս գործով որևէ վերջնական ակտեր չկա, բայց նկատի ունենալով, որ 25 թվականին է կարող կողմի դրամատուրգ։ Այս պետք չի դիմը կարող մի տորնես։ Այդ չէ, տարբեր է, չնայած բան է, բայց մեկը ձև 9-ն է, մեկը ձև 8-ը։ Իմ դիմում է։ Չէ։ Ես ինչ։ Ոնտակ։ Միշտ պետք է վերադասվի ձեզ պատասխան։ Այո, դասանի օրինակն է, եթե ձեզ պետք է կարող։ Այո, պատճենանա դրամատուրգ։ Բայց դա դատանի օրինակ։ Ավելացնում։ Ցանկանում եք արդ։ Այո, բաժանություն։ Տեսեք, ես իմ կարծիքը պնդում եմ, ես ցավում եմ, որ հարգելի պաշտպանները, չգիտեմ, միայն մի հանգամանքը երեկշաբթի տեսեցին կապված առողջության ժողովրդի հետ։ Ես դեմ ասացի, որ պետք է գլոբալ առումով ծանոթանալ բովանդակությանը։ Այսինքն, հիմա տեսեք, նախ առաջինը դատարանն եմ, եթե թույլ կտա բաժան դատարանը հարցումն, ես ուզում եմ հասկանամ իրոք այս միջնորդությունը առանց ըմբզաթքի երբ կա ներկայացվել, հարգելի պաշտպան ինչպես է հասու դարձել, եթե մեղադրելը գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա ինչ մեխանիզմով է հասու դարձել հարգելի պաշտպաններին, որովհետև հաստատուրդ ինչ-որ ստորագրություն առանց ամսաթվի և եթե առնամասացա դրսից է ուղարկվել, ես նկատում եմ այլ գործերից պետք է որոշակի կերպ ուղարկվածներ կամ չգիտեմ գուցե այլ մեխանիզմ։ Հիմա պատասխան տան սա երկրորդ հանգամանքը ունի որոշակի բովանդակություն, որ կներեք, ես դեռևս պետք է հասկանամ այս բովանդակության կամ այս պնդումների պայմաններում քրեական դատավարությունը հնարավորություն է տալիս իրավաբանության։ Ունի որոշակի բովանդակություն։ Եվ հենց սրանով է պայմանված պատվաժան դատարանը, ես կարծում եմ շատ հիմնավոր կերպով խնդրում եմ միջնորդության քննարկումը հետաձգել։ Ձեր կողմից նշված հանգամանքը, որին ես նաև դրան անդրադարձա, դա դիրքորոշում հայտնելու հետ կապված մի մասնիկ էր։ Ես դեռ դա բովանդակությունը պետք է ամբողջությամբ համատերել գործող իրավական նորմերի հետ եւ օրինակ գնահատեմ ինքս արդյոք երբ անձը հայտարարում է, որ որևէ անձանք չի կատարել եւ ինչ-որ ոչ արդարացնող հիմքով իր նկատմամբ վերաբերմունք է ակնկալում, սա համահունչ չէ իրական դատավարության պահանջներին, թե ոչ։ Այսինքն ես իրավունք չունեմ ժամանակ խնդրելու հիմնավորված դիրքորոշում հայտնելու համար։ Պատվաժան դատարան, ես կարծում եմ իմ հիմնավորումները կոնկրետ այս միջնորդությունը մանրակրկիտ նայելու, ավելի խորացված ծանոթանալու, հավաստիանալու, հասկանալու միգուցե հարգելի պաշտպանները կօգնեն ինչ հանգամանքով այս դիմումը, այս միջնորդությունը հայտնվեց մեղադրյալների պաշտպանների մոտ եւ ոչ ամսաթիվ կա դրված, ոչ երևում է ինչ հանգամանքով եկել։ Կարծում եմ այս հանգամանքների էական է նաեւ դատարանի համար։ Հետևաբար պատվաժան դատարան, ես դարձյալ խնդրում եմ միջնորդության քննարկումը հետաձգել հնարավորություն ընձեռնել
հիմնավորված դիրքորոշում հայտնելու համար։ Միևնույն ժամանակ խնդրում եմ տրամադրել այս դիմումի պատճառը։ Վերադարձնում։ Կարելի է մի բան։ Ես կուզենայի գան պաշտպանական կողմից հանգամանքների կապված ավելի երկար երևի կապահայտել։ Պատոնը դեպի դատա կամիշտ է հետաձգում ենք, դատա կազմում։ Ես իրավունքից սրբել։ Մենք մի քերական դատական օրենքի բաց ենք, դրանք դատա կամիշտ է հետաձգել ու դից 5 օրենքի նախատես է, հա թե չէ։ Մեր դատախազը ինչ ասում, ես այս միջնորդության վերաբերյալ հիմա չեմ կարա լավ հարկադարձել։ Գնամ պատրաստ եմ, լավ հարկադարձել։ Եթե դից 5 կամիշտ է հետաձգել։ Ես հակադարձելու ցանկացած միջնորդություն, մենք կարող ասենք, գիտես խելքս էս պահին մտածում եմ, բայց չեն կարա լավ հակառակ բան ասել։ Մի հատ գնամ նախադեպերը նայել, մի քիչ կարդամ, գրականություն նայել, ուսումնասիրեմ, պրակտիկան գամ, դիրքորոշում հայտնեմ։ Իսկ է հետաձգել, կլինի։ Եթե չի լինի, դա չի լինի եւ մեր համար, եւ դատախազի համար, պատվավոր։ Եթե, տեսեք, ասում եմ, մեղադրյալը մենք չգիտենք, եթե դուք կասկածի տակ եք դնում եք, ասեք ինքը չի ստորագրել։ Բացեք, համեմատեք, ասեք ինչ է։ Այդ թուղթը պաշտպանել ինչով ասում, այդ թուղթը աղապ հոտից են կապել բերելա, տվել են մեկը բերելա, թե ոսկորդ է, ինչ կապում։ Կասկածի տակ եք դնում խաչատուրն, այդ ինչ կորոշում արել, ասեք ինքը չի ստորագրել, կեր ստորագրություն։ Ինչ կասեք, այդ հարցերը, որ դատախազը չպիտի քննարկի, դատարանը քննարկի որոշմաններ Մեր դատախազ ինչ կարծիք կհայտնի, այդ երկու կարա բողոքարկ է դրոշում այդ կարծիքը կհայտնի, ուրիշ բան չեմ ասում։ Կարող եմ հակադարձել պատվաժել դրան։ Պաշտպանական կողմը ասել։ Պարոն Հովհաննիսյանը, որ ասի, երբ որ Աշոտ Մուսյանն եկավ միջնորդեցած որևէ հանցակ չեմ կարող տալ ես անիմաստ մեղադրանքով այդ բաղումության ժամկետ եմ ընտրում։ Խնդրում եմ դրանով կարճել, որ հիմա պարոն Հովհաննիսյանն ասի, որ մոռացել է այդ ժամանակ մի հատ ճիշտ է, այս պայմաններում կարող էր ներկայացվել, թե չէ, ես հիմա լրիվ կհասկանայի։ Ես այդ եմ ասում, այդ խտրական վերաբերմունքը չեմ հասկանում, էլի։ Մոռացել է պարոն Հովհաննիսյանը այդ ժամանակ քննարկել։ Թե փորձում է էլի դատարանի միջոցով Ես ձեր հարցը չի պատկերացնում։ Ես Գրիգորի Խաչատուրովը ձեր հետ ավարտել է այս process-ը ընթացքում։ Ասում է դե յուրե արձանագրենք։ Պարոն Հովհաննիսյանը գալիս ասում է, գիտեք ինչ, այն ժամանակ ինչ որ մեկը ասել էր, բայց ես մոռացա ասեմ, գիտեք ինչ, արդյոք մեղքը չընդունելու պարագայում կարող է վաղուց ժամկետ։ Մոռացել եք, պարոն Հովհաննիսյան։ Չէ, չեք մոռացել։ Գիտեք, որ ձեր օրենսդրական պարտականություն Կլինի իմ հանրույթ։ Կլինի դուք ինձ չընդհատեք, Եթե իմ հանրույթ։ եթե չէ, մոռացել եք ուրեմն, եթե նման արձագանք խտրական վերաբերում կրկին անգամ կամ հաստատուղթը ներկայացնում է, ասենց ցույց տալով մոռացել է որ տեսագրությունը երևի դադարեցվել է, չի թույլատրել դատարանի կողմից, նայեք այս հաստատուղթը ոնց կարող ենք այս փաստը, ինչ-որ մեկի ողջան մտքով ոնց է, որ մենք ինքնագրելու այդ մարդը գնաց 9 ամիս նստեց ոչ մի բանի համար, հիմա եկել ենք դատարան, ինքը ոչ մի բանից տեղյակ չի, ես ու պարոն Երոքյանը եկել ենք դա թուղթ եք սարքել, ստորագրել ենք, բերում ենք իր անունից տալիս ենք, այս էլ հրապարակային դատաքննության ընթացքում Ոստեղից դուրս են գալու ասելու ենք վաղումության ժամկետը ընդունելով Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց օրինակի համար ու հետո մենք հանգիստ ապրելու ենք այս երկրում։ Իրականում էլի ասենք ողջապիտ ասենք ոնց կարող է մարդու մտքով անցնի Գրիգորի Խաչատուրովին դուք էլ գիտեք, իրավական առումով էլ գիտեք, արձանագրել եք իր անձը, համբավը եւ այլն։ Լուրջ մտածում եք, որ մենք կարող է վերցնենք առանց իր տեղեկության, առանց իր կամարտության, իր տեղը ստորագրենք։ Ախր այս process-ը հենց ուրիշ բանի մասին է, եթե դրան էլ անդրադառնանք։ Այս process-ը հենց նրա մասին է, որ Գրիգորի Խաչատուրովը ասում էր,
Չկա այտենց որևէ մեկը, որ ես ինչ-որ բան արած լինեմ, ուրիշի անունով գրանցած լինեմ, ես չեմ ես ամեն ինչի դերը։ Ու հիմա էլ, եթե ինքը ստորագրել է դիմում գրել է, ինչն է դրա դերը։ Եթե դատարանի մոտ որևէ խնդիր կա, հենց հիմա տեսակապի միջոցով, հենց հիմա ապահովեմ Գրիգորի Խաչատուրովի հաստատումը։ Բայց մենք չգնանք այդ ծայրահեղ միջոցին, էլի, որովհետև մենք ասում եմ, էլի, խտրական վերաբերմունքի առումով կասենք։ Որովհետև Աշոտ Մուսոյանը եմ կրկնում, դիմում ներկայացրել էր, եթե չեմ սխալվում, ու չէր ներկայացրել դատական նիստը։ Այ որ բացատրեք դրա անհրաժեշտությունը, դա է կապահովեմ, հենց այս նիստին բայց։ Տեսակապի։ Խնդիրը ո՞րն է։ Խնդիրը հենց քողարկվածն է, որից որ մենք ձեզ ընտրում ենք, զերծ մնալ։ Հիմա քողարկված խնդիրը փորձում լուծի, դատախազությունը ու ձեզ ստիպում է, որպեսզի քրեական հետապնդումը դադարեցնելու անվերապահ ու միանգամից վրա հասնող հիմքի առկայության պարագայում քրեական հետապնդումը չդադարեցվի։ Այն պահից սկսած, երբ որ Գրիգորի Խաչատուրովը հայտնեց իր կամարտահայտությունը, ու այդ քրեական հետապնդումը շարունակվում է, դա անօրինական քրեական հետապնդում է, որովհետև դադարեցնելու անվերապահ հիմք է ներկայացվել։ Ցանկացած րոպեն, որով որ վարչության ժամկետը կիրառելու հետ կապված դիրքորոշումը կա ու չի կիրառվում, արդեն իր իրավունքի խախտում է։ Ես խնդրում եմ միջնորդությունը բավարարել եւ քրեական հետապնդումը դադարեցնել։ Եթե մի բան է, եթե դատանին հետաքրքիր է իրականում ոնց է ստացել, էլեկտրոնային կապի միջոցներով ենք ստացել այդ դիմումը եւ ներկայացնում ենք դատարանին, եթե ամսաթիվ չկա եւ այդ ամսաթիվը շատ էական է, կարող եք ընդունել, որ այսօր է ներկայացել, ուրեմն այսօրվա ամսաթիվը որևէ իրավական հետևանք առաջացնող խախտում կամ բաստում չկա։ Բարեժան, գործընկերներ, շնորհակալություն Վարվարժան, անդրադառնալով պարոն Թամրազյանի չգիտեմ ելույթին խոսքերին, հապա պարոն Թամրազյանի ուշադրությունը հրավիրում նրան, որ ես ոչինչ չասեցի հակադարձելու մասին, ես ընդհանրապես հայտնեցի Լավ, արձանագրենք, որ ներկայացան շարունակեմ եւ առասարակ խնդրեմ իմ խոսքերը ներկայացնել այնպես ինչպես են ճում են։ Պարոն Պողոսյանին արձագանքեմ առհասարակ երբևիցե ցանկություն, նպատակ եւ ցրտում չեմ ունեցել տեսածայնագրող սարքերի առջեւ զրուցելու ի տարբերություն պարոն Պողոսյանի, որ երբեմն օրերի անգամ նման ասուլիսներ էր կազմակերպում եւ ցավում են ներողություն Նույն գործողություններն եմ անում, ինչը որ դուք եկան խոսում։ լավ, բայց իմը տեղին էր։ Որտեղ ձեր անունը չէի խոսում։ Եվ հաջորդի Վարվարժան դատարան հիմա տեսեք, հարց էի բարձրաձայնել, ինչ եղանակով, ինչ հանգամանքով այս դիմումը հասուդարձել, եւ երևի պաշտպանության կողմը ինքը գիտակցեց իրավաչափորեն, որ ամեն դեպքում դա պետք է դատարանին տեղեկացվի։ Դատարանը հարցրեց, բան ուղղակի Ամեն դեպքում ասեք ես, մենք էլ ասեցինք։ Տեսեք, հարցեր կան, որ դուք որոշակի դատարաններ եք գտնում, որ այդ հարցերի պատասխանները պետք է հնչեն, պարզաբանվեն, որ որոշում կայացվի։ Ես չեմ հակառակում, ես չեմ առարկում։ Ես իմ գնահատմամբ ողջամիտ ժամկետ եմ խնդրում, բոլոր հարցերը եւս մեկ անգամ վերանայելու եւ դիրքորոշում հայտնելու։ Ասեմ ձեզ, եթե իհարկե քրեական դատավարությամբ սահմանված կարգով առկա են բոլոր այն պայմանները, որը որ պետք է վավերություն կիրառվի, ես չէ, դատախազության այլ որևէ աշխատակից է լինի, չի կարող հակառակը պնդել։ Պետք չի ամեն կերպ լարում, մտածածին, չգիտեմ, հակասություններ ստեղծել։ Ավարտեցի Վարվարժան դատարանը։ Լավ, ամեն դեպքում սենց մի հատ պարոն Ավագիմյան, եթե ասում եք ժամանակ տրամադրենք այս հարցերը քննարկեմ, ամեն դեպքում ներկայացված է միջնորդությունը, դուք որևէ առարկություն ունեք, Անկեր միջնորդության ներկայացված քրեական Իսկ եթե ես հիմա ասեմ ունեմ առարկություն, դա նշանակում է դիրքորոշում եմ հայտնում։
Այո։ Ես ասում ժամանակ տվեք դիրքորոշում չկա ժամանակ։ Չգիտեմ, հաջորդ դատական նիստը, եթե դարից ավելի ժամկետա պետք, 2-3 օր, նոր նիստ նշանակի։ Պատվոշն դատարան, ախր եթե նույնիսկ պարոն Եթե ես ասեմ ներողություն չկներեք, հա բան։ Եթե ես ասեմ հարարկում եմ նշանակում է դիրքորոշում եմ այլ։ շատ լավ։ Ես խնդրում եմ ժամանակ դիրքորոշում այլելու, ավելի պարզ, ասեմ, հարարկում եմ, թե միանում եմ։ Կապ էր բարձ պատվոշում։ Կտակ ես մի հանգամանք բարձրացային է պատվոշն դատարան, եթե նույնիսկ պարոն Հովակիմյանը առարկի, դուք ընդունեք, որ առարկել է հիմա, դից լուծեք այդ հարցը, ասեք, ընդունեք, որ պարոն Հովակիմյանը առարկում, ասում ընդհատվել է։ Իսկ եթե առարկությամբ այնպեսի բան ներկայացնեմ, որ իրոք հիմնավոր լինի, կներեք ընդհանրեք համար։ Եթե կունենաք այդ ներկայացնեք, բողոքարկեք այս որոշումը, այս անհարկի, ասենք, ձեր ժամանակը պետքա, որ օրինակ եմ ասում, դուք առարկություն ներկայացնեք, ոչ թե չառարկություն, հիմա ասեք առարկում եմ, ոչ խնդիր չկա, ասենք, որ առարկեք ձեր առարկությանը հակառակ որոշում ընդունում, մենք չենք ներվի դրանից, չենք էլ ուզում, որ միանակ ես։ Երբեք օդից կարծիք չեք։ Չէ, օդից չի առարկում եմ ու վեր։ 15 րոպե ժամանակ ընդամենը դրա։ Պատվժան դատար, Պարոն Երոֆյան, գիտեք, որ ես շատ հարկում եմ, բայց իմ վրա ժամի դրեք, պատվժան դատար, ես տեսակետը հայտնեմ։ Պատվժան դատար, իմ կարծիքով ստեղ բարձր ոչ մի հանգամանք չկա, կարող եք ես միջնորդությունը քննարկել, պարոն Հովակիմյանի առարկությունների արկայության պայմաններում։ Պարոն Արշակյանն էլ է առարկում, օրինակի համար, ինչ տվեց դա, պարոն Արշակյանը առարկումով, որպեսզի վաղումության ժամկետի հիմքով Գրիգորի Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատավորեցվի։ Ինչա կողմ։ Առարկում։ Իսկ իլոք առարկում։ Իլոք առարկում։ Լավ, ես կուսամ մի վերացեք դատան այվանում առանցիսելն է։ Պատվական դատարան կխնդրեմ նաև ուշադրություն դարձնել խափան միջոցի հարցը քննարկելուց եւ խափան միջոցի իրավելա դերևս միացված քրեական գործի շրջանակներում, որ հետագայում չառանձնացված գործի շրջանակներում վերաբուժվել է ՀԿԴ 007-01-23 քրեական գործի շրջանակներում։ Դատանը վերադարձավ առանցիսելնեկի ծրագրական որոշման եզրափակիչնություն Քննարկելով միջնորդությունը լսելով կողմերի կարծիքը վերդառնալով քրեական դատավարության արտերքի 12-33-270 215-315 եւ 364-ով դատանը որոշեց Մեղադյար Գրիգորի Յուրի Խաչատուրովի եւ վերջինիս պաշտպաներ Անկոբ Ենոքյանի եւ Միրգան Պողոսյանի դժվարությունը բավարարել Մեղադյար Գրիգորի Յուրի Խաչատուրովի 2003 թվականի ապրիլի 18-ին տված քրեական անձնքի հավասարություն հոդվածի 3 մասնաճի 3 կետերի քրեական հետապնդումը դատարանին քրեական պատասխանատվության հետապնդության ժամկետ 15-ով Մեղադյար Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ տված խափան միջոցը 20 միլիոն դրամ գումարի չափով գրավոր վերացնել, այն վերադարձնել գրավատուին Մեղադյար Գրիգորի Խաչատուրովի պատկանող Հոնդա-Ակորդ 2.4 մակնիշի 01Ջ012 հաշվառման համանիշի ավտոմեքենայի նկատմամբ կիրառված արգելանքը վերացնել, որոշումը կարող է բողոքարկվել հավերական միջնակարգություն դատան հրապարակվելու օրվանից 15 ժամկետի հրատավոր բերիկները։ Իրական միջնորդության վերաբերյալ որոշում չկայացվեց։ Ինչ միջնորդ։ Ես միջնորդել եմ մոդել եմ միջնորդություն կարծում վերաբերյալ որոշում կայացվել։ Չեմ կրեցել։ Լավ, անցնենք առաջ հարգելի կողմեր, բաստորեն բացակայում է պաշտպան Խաչիկյանը, չէ՞։ Մենք այսօր պետք է լսենք կողմերի բացման խոսքը պաշտպանական կողմի։ Այդ ունեն Խաչիկյանի։ Այդ ունեն Խաչիկյանի, Մարիամ Հովաբեկյանի եւ պարոն Էժդումյանի, որը կիսատ է մնացել։ Ճիշտ է մյուսների դիրքորոշումը Դեպի բացման խոսքը ասում ենք նա որտեղ կողմերը Sensteniz puan Xaçıkyan'ın binakanala tehdidat etti. Puan Manukyan
ինչ դիրքորոշում ունեք ձեր պաշտպանի բացակայությամբ շարունակել այլ դիրքորոշում ունեք լավ, ղեկավարելով հոգեներ եք ասում երբ որ մեկ պաշտպանի բացակայությամբ որոշակի հարց քննարկվել է, դատարանը կարող է նպատակառնալ գտնի եւ հնարավոր գտնի, եթե իհարկե Խաչիկյանն է վերաբերվում ով պետք է բազմախոսքով հանդես գա, իր մասով իհարկե հետաձգել է, բայց այդ իշխողությունը չի դավաճանում այլ պաշտպաններ կային, որոնք դերևս չէին հանդես եկել բազմախոսքով։ Միգուցե ներկա պետությունների բազմախոսքը լսենք, նոր Խաչիկյանի չեն եկել, չեն առարկել։ Այսինքն միայն Խաչիկյանն է մնում նման կերպ։ Հա, ովքեր չեն գալու, չեն առարկում, որ շարունակվի դες բացակայությամբ հետաձգվել։ Խաչիկյանը հաղթել է հետաձգել, այդ թվում նաև պարոն Մանուկյանն է։ Հետաձգելու մեր հաջորդ նիստը դեկտեմբերի 24-ին է։ Դու գալի, չէ՞։ Պատասխանատվային եթե այդ հարաբերվածություն չունենանք Պարտադիր եկեք, որտեղ արդեն Գրասենյակի շահագրգռված։ Այո, ես կարող եմ նույնիսկ հիմա հայտարարել, ես բազմախոսություն չունեմ, եթե խնդիր չլինի, բնականաբար չկա։ Ես ասեմ, վերակրի դատարանը միադրամոտ աշոց ռուսային մեծեջոն նշանակել, որ այս դեպքը տեղանքվել է 1980 թվականին։ Դեկան էր հետայեկել մի տարյա վերակրի դատարանը, լավ չեք առարկում, մենք ամսի 24-ին բասորեն մնում է պարոն Մեջրումյանի կիսատ գնացած բազմախոս։ Ես առարկություններն եմ վերադրյալը կներկայացնեմ։ Երբ պարոն Խաչիկյանը կգան ներկայացնում։ Չեք առարկում, որ իրանց բազմախոսքը պատվաշան դատարան կառաջարկեի նաև հաջորդ նիստի որ որոշել է տոնական օրերը անդորնի կոնցանտ որ հստակ լինի բոլորս տեղեկացված լինենք եւ եւս 24-ի մյուսը գալիս է 7-ին որ աշխատանքային օր է 7-ը հա աշխատանքային է, բայց արդեն պարոն Մեջրումյանը չէ, պարոն լավ մյուս նիստը երբ հալինում է մյուսը գալիս է 21-ին 21-ին ինչու եմ ես դա բարձրացնում պատվաշան դատարան 21 տեսեք անձնական հարցերով պայմանավորված ես հնարավոր է այդ ժամանակահատվածում լինեմ արձակուրդում ես սա դեռ պնդուկ չեմ ներկայացնում որպես եթե արձակուրդը միջնորդ իսկ 24-ին չեմ կարող ներկայանալ ասացի տեգալը հնարավոր է այդպիսի խնդիր ունենամ եթե այդպիսի հարց առաջանա բոլորիս ներողություն ես նախապես կտեղեկացնեմ ես չեմ ասում չեղարկենք օրը բայց եթե հանկարծ ստացվեց որ իրոք ես հարկադրաբար ստացված լինեմ այս օրը եթե դու 24-ին չես հանկերց հանգստանալու համար չի ցավում սրտի եթե 24-ին չենք գալու մեկ օր առաջ ասում ամենին տեղի չենք հանում այդ օրը եթե հանկարծ ստացվի ես անպայման կտեղեկացնեմ այդ վիճակի համար եմ բոլորիս ներողություն եմ խնդրում եթե պայմանավորված որ ուզում եմ հաջորդել 24-ին եւ 7-ին չունենք 21-ին 21-ից սկսած այդ շաբաթների Լավ, եկարվելով քրեական դատավարության անզգտի դատավորոշը դատական լիստը դարձել, այդ դատական լիստը նշանակում է մեր պայմանավորված դեկտեմբերի 24-ին ժամը 14 դատական լիստը արտադրել։ Պարոն Երևեկյան, դուք եք